Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Աշխարհասփյուռ հայություն, Շանթի եթերում դիրքերում հաղորդաշարն է։ Այսօր մենք այցելել ենք հայկական պետական սահմանի արևելյան հատվածը։ Այս հատվածում հակառակորդը խախտելով հրադադարի ռեժիմը մի քանի օր առաջ փորձել է ճնշում գործադրել մեր զորքերի վրա, մեր տղաների վրա, օգտագործելով հրետանի եւ տարբեր տեսակի զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների եւ այդ գործողությունների արդյունքում ոչնչացվել է հակառակորդի կրակակետը եւ ճնշվել է թշնամուն այն աստիճան, որ նրանք մինչեւ այսօր պահպանում են անդորը։ Զրուցենք տղաների հետ, մոտենանք մեր դիրքապահներին, տեսնենք ինչպիսին է իրավիճակը այսօր այս դիրքերում։ Զրուցում ենք դասակի հրամանատար լեյտենանտ Աբրահամյանի հետ։ Պարոն լեյտենանտ, կասեք, դուք գիտեմ, որ զինվորական հաստատությունից չեք եկել, այլ մարտական, այսպես ասած, ոնց որ ծառայությունից հետո անցել եք սպայական ծառայության։ Ո՞նց եղավ այդ ամեն ինչը։ Ապրիլյան դեպքերի հետ կապված էր, գիտեմ որ։ Դեպքը կապված էր լեյտենանտ ստանալը, դա ավելի կոնկրետ դասակի հրամանատար ստանալը կապված էր ապրիլյան գործողությունների հետ, բայց հետի մեկտեղված, որովհետև միջև հետի 6 ամիս առաջ հələ ոչ մեկ չէ կանխագուշակում, որ ապրիլյան գործողության կարող է ալնի ընդհանուր վերադաս հրամանատարների կողմից առանձնացվեցին պայմանագրային ծառայողներ եւ տվեց հետի կուրսեր անցնելու համար ստանան դասակի հրամանատար պաշտոնն է որպեսզի այսինքն դուք այդ կազմի մեջ մտա գնացին կուրսերի դասընթացներն պետք է լիներ 45 օրվա ապրիլյան մարտական մեր մարտական հերթապահությունից հետո այսինքն հերթափոխից հետո հենց եկանք հերթափոխ ապրիլյան գործողությունները սկսվեցին ու դրանից հետո քանի որ ժամանակ չկար մենք մարտական գործողությունների ժամանակ ընդհանրապես սովորելու ժամանակ չունեինք, այսինքն կուրսերի ժամանակ չունեինք, միանգամից տեղում մեր փորձը, մեր գիտելիքներն հաշվի առնելով մեր ստաժի ընթացքում ձեռք բերած եւ տվյալ գործողությունների ժամանակ ձեռք բերած գիտելիքների հաշվով խրախուսանքի տեսանկյունից մեզ շնորհեցին լեյտենանտ կոչումը դասակի հրամանատար, հեսա մի տարի է նույն կոչումը ստացած, ծառայում ենք մեր պաշտպանական շրջանի Պաշտպանական շրջանը որպես դասակի հրամանատար։ Ապրես, պարոն լեյտենանտ։ Այսինքն դու արդեն որոշել ես, որ ուզում ես զինվորական գործի հասնես, սովորես, մինչև նույնիսկ այդ դեպքերը արդեն որոշել ես, որ ուզում ես ծառայես հայոց բանակում, որպես սպա դառնաս եւ առաջ գնաս։ Որոշել էի, ծառայում էի, բայց առաջ գնալու համար տենց եսին վրա հələ նենց ուերենի չէի, սենց ասած։ Բայց դե ընթացքում որոշեցի, որ կարելի է, եթե ծառայում ենք, ինչու ոչ առաջ չետանք։ Իհարկե։ Առաջ գնա նշանակում է լավ ծառայել։ Նշանակում է լավ ծառայել հայրենիքի համար։ Մի քանի կիլոմետր հետ մեր տներն են, մեր սեփական տները, որ ստուս նայում ենք մեր տան լուսերը երևում է։ Այսինքն դուք տուն ես պահում։ Առաջին հերթին պատրաստենք մեր տունը ապահովելու եւ ինչու ոչ մեր գիտելիքներն չտալ մարդկանց, զինվորներին, որ ծառայում են փոխանցել եւ մի բան էլ մեզնից վերադասերից սովորել։ Պարոն լեյտենանտ, շատ հաճելի է, շատ։ Ընդհանուր գիտեմ, որ այստեղ դիրքերը շատ մոտիկ են գտնվում հակառակորդի։ Իրավիճակը կարծես թե ոնց որ ասած հարաբերական անդորը։ Երկար ժամանակ է, որ այստեղ այդպես է։ Երկար ժամանակ տատանողական է, երկար ժամանակ չի։ Ընթացքում փոփոխական միշտ պատրաստ ենք ցանկացած փոփոխությունների հակառակորդի ցանկացած ոտնձգություններին պատժել։ Լսել եմ, որ վերջերս նույնիսկ լավ էլ պատժել եք իրենց ոտնձգությունների համար։ Հաճախ են դիմում սադրանքների, հակառակորդի իր կողմից սադրանքների նորից հաճախ է այստեղ թե ինչ որ չափով տարբերություն կա առաջվա, արդեն մի տարի առաջ դե պարզ է, բայց ասենք 6 ամիս առաջ ինչպես էր իրեն պահում հակառակորդը, հիմա ինչպես է պահում։ Խախտումներն միշտ լինում հակառակորդի կողմից, միշտ է սպասում ենք։ Հիմա որոշակի ժամանակ, երևի մոտորապես մի 20 օր, անդորա, նորմալ հակառակորդն ըլնում է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտում են, բայց ի տարբերություն մի 2-3 եսիմ մի տարվա բանով նորմալ է։ Այսօրվա դրությամբ նորմալ է, այդ խախտումներն այդքան շատ չի։ Կարծում ես նրանից է, որ մենք պատասխան գործողությունների ավելի հաճախ ենք դիմում, երբ որ իրանք
փորձում են ոտնձգություն անել եւ մենք անմիջապես պատասխան գործողություն անպայման դրանից է կախված, եթե մարդ նկատում է, որ իր դիմացինը թուլանում է, հաստատ ճնշումը մեծացնում է։ Այսինքն տեսնելով կոդրի, տեսնելով էդի բնական է տենց։ Միշտ հակառակորդը փորձում է ուժի տեսանկյունով մեկը ոնց ուզում է լինի չլինի, մենք միշտ պետք է պատրաստ լինենք հակառակորդի ուժերը հետ մղենք, ոչ մի բանի չխափնվենք, թեկուզ իրանց ասացին, թեկուզ իրանց ինչ խոստանում են, չպետք է խափնվենք։ Ուխտադրուժ է էլի։ Ուխտադրուժ է անպայման։ Շատ շնորհակալություն պարոն Դեցեդյան, ձեզ բարի ծառայություն, ցանկանում եմ որ այսպես վստահորեն առաջ գնաք ձեր ծառայության մեջ եւ հասնենք ձեր նպատակներին։ Ապրիկ շնորհակալ ենք։ Իրանց գյուղն իրաց թիկունքում մոտ 2.5-3 կիլոմետր հեռավորության վրա իրանց դիրքերի թիկունքով անցնում է, մեծ գյուղեր են իրար կպած։ Սերժանտ Մարկարյանը դիրքի ավագն է, նախ պարոն Սերժանտ, ուզում եմ շնորհակալություն հայտնեմ դիրքում տիրող կարգապահության մաքրության համար, տեսանք ծաղիկները նույնիսկ եւ տեսնում եմ, որ սիգարետի մնացորդներ չկա թափտված, լավ մաքրված է ամբողջ դիրքը, ամբողջ խրամուղին, դրա համար անձամբ շնորհակալություն քեզ։ Հիմա կասես իրավիճակը ո՞նց է վերջի այս շրջանում ձեր մոտ ձեր հերթապահության ժամանակ խախտումներ շատ է լինում։ Դե մեր հերթապահության ժամանակ խախտումներ չի եղել, շատ մի երկու անգամ ընդհանրապես եղել, ընդհանուր վիճակը նորմալ է։ Ու հակառակորդը զորավարություններ է պլանավոր է, ու շատ դիտարկումներ են կատարում այդ ուղղությամբ հիմնականում, որ ինչ-որ տեխնիկայի սարժի ինչ-որ բանի դեպքում անպայման զեկուցվել է, որ իմանանք։ Ու ընդհանուր առմամբ վիճակը նորմալ է։ Ընդհանուր առմամբ։ Տղեկը ոնց են, լավ է, գոհ ես քո զինվորներից, քո ծառայողներից։ Շատ։ Հա? Շատ։ Ոչ չեք կռվում վիճում։ Չէ, դիրքի ներսում չկա այդպես ոչ մի խնդիր։ Բոլոր զինվորներն են աղբերություն։ Ընկերությունը։ Ինչքան ժամանակ է ծառայում ես։ Տարի 2 ամիս։ Տարի 2 ամիս։ Ընդհանուր գոհ ես ծառայությունից, ո՞նց անցավ ծառայությունը, ինչ տվեց քեզ։ Դե մեծ փորձ է ծառայությունը, այս դիրքապահնել է դա արդեն մեծ բան է։ Պատիվ է։ Պատիվ մեծ արժանապատվություն է դա շատ։ Ու յուրաքանչյուր մարդով որ դիրք պայի գովալու տեղ ունի։ Գովալու տեղ ունի, չէ՞ որ գտա։ Հա ցավտան եմ իհարկե, մենք բոլորը ձեզ հպարտանում ենք ձեզանով, ամբողջ ազգն է ձեզանով հպարտանում։ Այլ լսել եմ, որ վերջերս հակառակորդը գործողություններ է ձեռնարկել, որի համար շատ լավ պատիժ է ստացել։ Լսել ես այդ մասին, ամեն ինչ նորմալ է։ Հա, լսել եմ, ու յուրաքանչյուր հակառակորդի կողմից ոտնձգություն հաստատ պատժվելու է խստագույն կերպով։ Հա, իսկ այդ զորավարությունները որ անում են, փաստորեն ստեղից մոտիկ է, էլի, դուք ինչ-որ շարժ բան կա, տեսնում եք, թե դե այդ ուղղությամբ շարժը չենք նկատել, բայց շատ ուշադիր ենք, որ ինչ-որ շարժի դեպքում անպայման համապատասխան գործողությունները կատարենք։ Հա, ես քո ցավոտան, ապրես։ Շնորհակալ եմ քեզից քո ծառայության համար, ուղեկցես մեզ զրուցենք քո զինվորների հետ։ Գնանք։ Այո։ Ո՞նց ես։ Լավ։ Անուտ կասես։ Աշոտ։ Աշոտ ջան, ո՞նց է վիճակը։ Նորմալ, լավ է։ Նորմալ, լավ խելոք են մնում։ Հա։ Դες ծաղիկները ով է տնկել։ Մենք ենք ահա։ Դուք եք տնկում։ Հա։ Քեզ կասում եք էլի ձեր տունն աստեղ եք մնում։ Ո՞նց է պահում իրան հակառակորդը կասես։ Նորմալ է։ Խելոք են մնում։ Հա։ Ինչքան ժամանակ է ծառայում ես։ 9 ամիս։ 9 ամսվա ծառայող ես։ Կուզեմ քեզնից քո խոսքերով ասես ծառայությունը սկզբից դժվարությունները ոնց անցավ, եկար դիրքեր, առաջի անգամ դիրքերում կանգնեցիր, այդ ամեն ինչը ոնց անցավ, լավ։ Շատ լավ էր անցել։ Շատ լավ էր։ Դժվարություններ կային, բայց հաղթարել ենք դժվարությունները։ Դժվարություններ կան, բայց հաղթարել էին, էլի։ Հիմա սովորել ես արդեն։ Արդեն ամեն ինչ սովորել։ Զենքիդ ոնց ես տիրապետում։ Գնդացորտը ամենակարևոր, տեսա, չէ, ապրիլի ժամանակ գնդացորտները ինչ գործեր արեցին, հա։ Անդրանիկը Զորաբյան, չէ, քանի հոգի գիտեն գնդացորտներից, որ հերոսացան, անմահացան, բայց իրենց գործը ճիշտ արեցին։ Ոնց ես տիրապետում զենքիդ։ Նորմալ, լավ։ Նորմալ, լավ։ Գնացել ես կրակելու, ինչ թվանժան ես։ Գնացել եմ։ 4 եմ ստացել։ 4 ես ստացել։ Էլի լավ է։ Ձգտի որ 5-ի հասնես։ Ձգտում ենք ամեն ինչ։ Ձգտում ես ամեն ինչ անում ես։ 9 ամսվա ընթացքում առիթ եղել է որ մարտական կրակես, ոչ թե ասենք մենակ, թե հələ չի ստացել։ Դեռ չի։ Դեռ չի եղել։ Եղավ։ Դա ասված չլինի, պետք չգա քեզ։
Ապրես։ Մեր դիրքապահ Արմենը արդեն տարի 3 անցված ծառայող է, այսինքն կարելի ասել լավ փորձառու զինվորներից է, հենց իր դիրքում հերթափոխի ժամանակ ենք իր հետ խոսում։ Արմեն ջան, կասես ոնց է իրավիճակը, ինչ է կատարվում, ոնց է իրան պահում ձեր հատվածում հակառակորդը եւ ընդհանուր։ Իրավիճակը նորմալ է, գրագործները շատ քիչ է, գրագործներ լինում, բայց դեռ կա էլի գրագործներ, հակառակորդներ ոնց որ միշտ խելոք է մնալու է։ Խելոք է մնալու։ Դուք եք չէ՞ պարտադրում։ Հա։ Այստեղ շատ մոտ է դիրքերը գիտեն, որ տեղեր կա նույնիսկ 100 մետրի չի անցնում։ Այ իրենք այդ կրակոցները, որ ասպես հենց անմիջապես դիրքերից են անում, հենց դիմացի դիրքերից։ Դե նույն ժամանակ կա դիրքերից լինում, կա հակառակորդ հարևան դիրքերից է։ Հա։ Այսինքն այդ ամեն ինչը դուք տեսնում եք, զեկուցում եք, պետք է իսկ պատասխան գործողություններ։ Դա շատ է կրակոցներ լինում եւ դիպուկ կրակոցներ, ոչ թե անկանոն, պատասխանում ենք հակառակորդին։ Հա, այսինքն եթե անկանոն կրակում եք, բան այդտեղ չեք դնում, բայց եթե փորձում են ձեր դիրքերի վրա կրակել, այդ վաղ անմիջապես պատասխանում եք։ Շատ լավ է։ Հենց էտա չէ իրան սվուց դիպուկ խելոք մնան, հա։ Հա։ Այդ տնեցիք ինչ կասես, ոնց է ծառայություն տասնում, գոհ ես, վիճակը ոնց է։ Շատ լավ է վիճակը։ Հա։ Շատ գոհ եմ ծառայությունից, լավ է ասում ժամանակը։ Լավ է ասում, հա։ Բան չմնաց էլի, արդեն սարից գլորում ես ներքև, հա։ Իսկ սովոր էին նման, այդտեղ շատ տաք է լինում ամառը։ Չէ։ Առաջի ամառը չոր պոստը եմ ես։ Դե հասկանալի է, ուզում ասեմ արդեն սովորեցի այդ եղանակին։ Որտեղ որ դու մնում ես այնտեղ էլա տաք, թե այնտեղ ավելի հով է։ Հով է։ Հով է, հով տեկից ես եկել։ Եղած ատար, քեզ շնորհակալություն, բարի ծառայություն, անփորձան։ Տունը վաճառում ենք կահույքով, ամեն ինչով։ Առնում եմ։ Գուցե նայեք։ Սա մեր հյուրասենյակն է։ Այստեղ մենք ամեն առավոտ կռվում ենք։ Առնում եմ։ Սա մեր ննջասենյակն է։ Այստեղ էլ ամեն գիշեր բարի շում ենք։ Առնում եմ։ Սա էլ մեր բաղնիկ զուգարանը։ Ինչ։ Սալիկները կերամամարացի են, հանել ենք հետներս ենք տանեմ։ Կերամամարացի, որակ, որից անհնար է հրաժարվել։ Սա էլ կերամամարացին, վայելեք։ Առնում եմ։ Առնում եմ։ Առնում եմ։ Առնում եմ։ Կացարանն է տղեկի։ Հա, կացարանն է, մաքուր կոկիկ սիրուն։ Ոնց է, ամեն ինչով ապահոված եք ստեղ։ Հա, ամեն ինչով ապահոված ենք, ամեն ինչ տալիս են։ Նորմալ է։ Իսկ այս տեխնիկական զարգացածությունը, որ նոր պաստորի գիշերային տեսանելիության սարքեր, ջերմատեսիլ սարքեր եւ այլն, փոխել է ծառայությունը։ Դու արդեն երկար ժամանակվա ծառայող ես։ Այո։ Սկիզբը եւ հիմա տարբերություն տեսնում։ Այո։ Զինվորների ծառայությունը ավելի հեշտ է դարձրել։ Ավելի հեշտացել է փաստորեն։ Այո, ու ավելի անվտանգ։ Ավելի անվտանգ։ Իսկ կացարանից բացի ձեր խրամուղիները, խրամատները, խրամաբջիջները ավելի ապահով է դարձել, քան այն ժամանակ, որ եկել ես։ Այո, ավելի ապահով է դարձել։ Փոփոխություններ կա, էլի դու տեսել ես փոփոխությունը կա։ Նենց են սարքել, որ հրետանին ոչ մի բան չկարենա անի զինվորին։ Հա, հրետանուց էլ է պաշտպանված էլի ամեն ձև։ Հաճելի է տեսնել, որ կացարանը այսպես կոկիկ սիրուն, մաքուր ապրեն տղաները, ամեն ինչը տեղին, խոնավություն չեմ տեսնում, կարևոր է դա նույնպես, որ տղաները խոնավ պայմաններում չլինեն, չոր մաքուր սիրուն, ամեն ինչը տեղին, իրենք ինչպես որ ասեց, իրենց հարմարությունը ստեղծում են իրենց երկրորդ տանը, որպեսզի ծառայությունը ավելի լավ անցնի։ Անցնենք նաև խրամուղիների փոքր տեսնենք ինչ վիճակում են խրամուղիները, ինչ է կատարվում դիրքերում։ Աստորեն ամեն օր եք էլի հավաքում, այստեղ որ ասես մաքուր սիրուն ոտի տակում ակում։ Անձրևներին շատ է։ Տղեկ ջան, ձեր առօրյայից մի փոքր կուզեմ պատմեք, այդ ձեր ծառայությունը ո՞նց է անցնում։ Գիտեմ, նու մարտական
մասը թողնենք մի կողմ, ընդհանուր ծառայությունը ոնց եք հետևում, ոնց եք խնամում ձեր տարածքը եւ ավելի չէ։ Մեր խնամողիներն են ամենը երկու մոտ ենք անում։ Հա։ Միշտ մաքուր ենք բան, որ մեր ոտի տակը միշտ պիտի մաքուր լինի։ Հա։ Իսկ այդ ինչի համար է, գեղեցկության համար է, թե ինչի համար է սա։ Առաջինը մեր մաքրությունն է։ Հա։ Ստե պիտի մաքուր ունենք։ Հա։ Ծառայությունն ընդհանրում ըստ կարգի։ Հա, ըստ կարգի։ Այսինքն բազում եթե ինչ-որ բան եղավ, ձեր ոտի տակը մաքուր եղավ, ցեխ չի լինի, հա, վազելուց գիտեն, որ մարտական գործողությունների ժամանակ, արագ տեղափոխվելու ժամանակ ցեխ եղավ։ Համաբժիշկները դիրքավորվելու ժամանակ, հա, եթե կար լինի ոտքի տակ, ընկնես բանանես, վնասվի քեզի։ Տղաները այստեղ իրենց փոքրիկ սրբատեղին են սարքել, բոլոր դիրքերում կա նման սրբատեղիներ, իրենք ասում են եկեղեցի իհարկե, այս փոքրիկ սրբատեղիներին, ինչպես տեսնում ենք տարբեր նկարներ, տղաները իրենց ձեռքով են նկարում, այստեղ աղոթքներ կա գրած, անուններ կա գրած եւ իհարկե տարբեր խաչերի սրբապատկերների կողքին նաև դրված է մեր հերոս Մոնթե Մելքոնյանի նկարը։ Հասկանալի է նաև ինչու, որովհետև Մոնթեն այստեղ շատ մոտիկ է այն վայրը, որտեղ Մոնթեն զոհվեց, կայցել ենք իհարկե նաև հետ գնալուց հետ դարձի ճանապարհին այդ հուշաքարի մոտ։ Այսպես տղաները իրեն ժամանակը անցկացնում են, ինչպես ասեց մեր զինվորներից մեկը, սա իրենց երկրորդ տունն է եւ այս աղոթատեղին էլ ամեն դիրքերում կա, սարքել են տղաները իրենց համար, իրենց աղոթներով կիսվում են այստեղ, առանձնանում են դիրք գնալուց, դիրքից գալուց տարբեր դեպքերում, այնպես որ իրենք իրենց 2 տարի կյանքը անցկացնում են այս իրենց սարքած իսկ սրբատեղիներում եւ իրենց սարքած իսկ կացարաններում։ Այս կողմի դիրքերը գալուց հանդիպում ենք Զորամասի մարտական հերթապահության գծով տեղակալ փոխգնդապետ Սարգսյանի հետ։ Պարոն փոխգնդապետ, նախ շնորհակալ եմ, որ ձեզ ամեն անգամ տեսնում եմ զինվորների եւ վերաբերումից էլ տեսնում եմ զինվորները ոնց են ձեզ վերաբերում, ոնց որ հարազատ երևի մարդու նման են ձեզ վերաբերում։ Այդ կուզեմ ձեզնից լսել, ասեցին, որ վերջերս հակառակորդը կոնկրետ այդ դիրքում չէ, բայց մոտիկ դիրքերում դիմել է էլի ոտնձգության, օգտագործել է հրետանին, տարբեր տեսակի հրետանի է օգտագործել եւ պատժվել է։ Այ մի փոքր կնկարագրեք ոնց եղավ եւ ինչ գործողություններ դիմեցինք մենք։ Նախ ասեմ հակառակորդը սկզբից ասեմ, որ սկզբից հակառակորդը փորձում էր դիվերսիոն հետախուզական խմբերի ուժերով ինչ-որ վնասներ պատճառել, անցնեն, ականապատեն մեր ճանապարհները, հետո դիպուկահար հրացաններով կրակեն, պատժեն, ճնշեն իբրև մեր զինվորներին ու հիմա չեն կարողանում։ Հիմա ընդհանրապես չեն կարողանում, որ դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցում բան կատարեն։ Հետևային տեսանք էլի, ստիպված ինչի համար են թերահար կրակոցներով, հրետաններով, կրակոցներով փորձում ճնշել, քանի որ ոչ մի բան չեն կարողանում անել։ Դիպուկահար հրացաններով չեն կարողանում, դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցումներ չեն կարողանում կատարել, ստիպված հրետանով հեռահար կրակոցներ են արձակում, այն էլ որ մենք մի քիչ մեզ հանգիստ ենք պահում։ Բայց յուրաքանչյուր կրակոցի պատասխանը տալիս ենք 1-3 անպայման։ Դրա համար էս վերջի շրջանում դա էլ է բացառել, դրանից էլ են արդեն խուսափում։ Գիտեմ, որ վերջի անգամ կարծեմ SP-ներ են օգտագործել եւ լավ էլ պատժվել են եւ նույնիսկ այդ ձայնագրությունը ունենք, որ իրենք հենց որտեղից որ կրակում են, այդ կրակակետը փաստորեն ոչնչացրել է։ Անպայման, հենց առաջի կրակոցից տեղը հայտնաբերում ենք մեր զինվորների դիտարկման արդյունքներով։ Զինվորները իսկույն դիրքերից դիտարկում են, տեղը ցույց են տալի, հենց առաջի կրակոցից տեղը հայտնաբերում ենք եւ սկսում ճնշել է։
հենց նույն կետին։ Ոչ թե իրաց դիրքերին, այլ հենց նույն կետին, որտեղից կրակում են։ Հա, ես ձայնագրություն այցի շատ լավ, համարյա, այսպես ասած կարելի ասել, խմբավորված նույն կետի վրա, որտեղից որ կրակում են, այնտեղ հենց ոչ չանցում։ Անպայման 3-4 կետից միանգամից այդ նույն կետի վրա ճշում են գործադրում։ Շատ բարի։ Այ տղերք, ես անպայման աշխատել եմ բոլոր հաղորդումների ժամանակ, գոնե ինչ որ մի կետում խոսել այդ մասին, անվտանգության մասին։ Այ պարոն փոխգնդապետը ասեց, որ այսօր իրենք չեն կարողանում սովորական միջոցներով դիվերսիոն ներթափանցում անել կամ դիպուկաներ նույնիսկ աշխատել։ Բա ո՞նց է ստացվում, որ փաստորեն ժամանակ առ ժամանակ լսում ենք, որ Թշնամու կողմից, դիպուկահարի կողմից խոսվել է մեր զինծառայողը։ Այ պարոն լեյտենանտ, ձեր այդ կամերայից դուրս զրուցում ենք, շատ լավ բան ասացիք, կուզեմ կրկնեք էլի այդ ձեր ասածը, որտեղ ինձ շատ դուր եկավ այդ ձեր մոտեցումը։ Մեր հայ ազգը այնպեսի ազգ է, որ ցանկացած վճռական ամենապատասխանատու պահերին այն գերմարտկային գործողություններ է կատարում, բայց դեմ որ մեր բառացիորեն ասած, որ վիճակը գալի հասնման նրան, որ խաղաղությունը տիրում, շատ թերություններ թույլ ենք տալի։ Այսինքն հասարակ բաների վրա պատասխանատու կողմերը չեն կարող ուշադրություն դնենք, բայց ամենապատասխանատու բանի, որ սո գիտենք մենք պատասխանատու բանը, այն գերազանց են կատարում, գերազանց են կատարում։ Այսինքն դժվար խնդիրները մենք շատ կարելի ասել պատասխանատու վերաբերումներ ցույց տալի լուծում ենք, իսկ գալիս է շատ հասարակ, սովորական մի բանի, որ պետք է ընդամենը դու քո անվտանգությունը պաշտպանես, դուրս չգաս երևացող տեղ, դուրս չգաս դիտարկվող տարածք, հենց ձեզից եմ ուզում լսեմ, այդ մասին խոսվում է, ձեզ ասվում է, որ պետքա դուրս չգաք, պետքա զգույշ լինեք։ Խոսում են ձեր հետ, հաճախ է խոսում։ Այո, ամեն օր խոսում են, ամեն իրիկու խոսում են մեր հետ։ Ամեն իրիկու խոսում են, իսկ դեպքերի մասին ձեզ պատմում են, որ սես դեպք է եղել։ Այո։ Բա ինչ է կարծում, ուզում եմ ձեզից էլի, որպես զինվոր տղեկ, որպես իմ աղբերներ փոքր, այ ոնց է ադնում էլի, որ այդ ամեն ինչը, ասենք, թողնում ենք ու հանգարց նման դեպքեր է տեղի ունենում։ Ձեր կարծիքով ոնց է, ձեր ընկերներն են, չէ, վերջերս էլ եղել էր, չէ, դեպք։ Ոնց է այդ ստացվում։ Իրանց անփույթության պատճառով։ Անփույթության պատճառով, հիմնականում անփույթության պատճառով։ Այո։ Մեկ էլ ես կասեի, չեմ ուզի վիրավորած լինեմ իհարկե մեր տղերքին, որ խոսվում են, բայց նաև կարծում եմ ավելորդ ռիսկի գնալու, հա, ինչ եք կարծում։ Որ ինչ որ անպայման, էդ էլ կա, այդ ավելորդ ռիսկներ կա։ Բայց դեմիտե մտածում ենք, մուքել ենք ծառայող, մուքել ենք մարտական հերթապահություն իրականացնում։ Դեպքեր կա, որ իրոքից ճիշտ է, վերջը վատ անեմ, շատ դեպքեր վերջը վատ անեմ, բայց դե իրոքից դեպքեր կա, որ ռիսկներ պիտի լինի։ Հա, իհարկե։ Մեծամասնություն գործերը պսակում են լավ, բարիով։ Հա։ Անում են դեպքեր, որ վատով են վերջանում։ Հասկանալի, այսինքն այդ կա արդարացված նաև, ես չեմ խոսում իհարկե արդարացված ռիսկի մասին, որ ինչ-որ խնդիր կատարելուց եւ զինվոր ենք, բոլորս էլ հասկանում ենք, որ զինվորի ճակատագիրն է, այսպես ասած, ծառայողի ճակատագիրն է, որ մարտական իրողությունների ժամանակ եւ այլն հնարավոր է նաև որ խոսվեց, բայց հենց այնպես խաղաղ վիճակում շատ ցավալի է։ Մենք ցավալի ենք։ Ցավալի է։ Ցավալի ենք, երբ որ մտածում ես, որ դա կարող է չլիներ եւ կախված է հենց իրենից, ամենացավալին հենց այդ ժամանակը, չեք կարծում որ տենց։ Դա տենց է, բոլորիս համար ցավալի է, ամեն օր մտածում եք, որ հնարավոր է նմանատիպ դեպքեր սաղից հետ հնարավոր անի, սաղս մարտական եթե հերթապահությունում են գտնում, դա հնարավոր է։ Զգուշ ելնեք էլի, զգոնություն Պարտավոր ենք զգուշ լինենք, հրանգավորում ենք վերադասի հրանգավորում ենք մեզանից ցածր օղակներին, օրվա ցանկացած բահերի, ցանկացած հերթափոխների հրանգավորում են, բայց դե այն որ ասում եմ մարդու ճակատագիրը էտել ունի, իր էտել կա։ Այդ գործոնն է միշտ գործում։ Ծառայությունից ինչ կասեք, ոնց է գոհ եք տղեկ, հա? Ոնց է ասում։ Լավ։ Ինչքան ժամանակ է ծառայում ես։ 22 ամիս։ 20, հեսա տուն ես գնում, էլի արդեն։ Ոնց անցավ։ Մի բան տվեց քեզ ծառայություն։ Հա։ Փորձ երբերեցիր, հա։ Հա։ Դժվար է, շատ է դժվար։ Չէ։ Չէ։ Ծառայության մեջ դժվար բան չկա։ Մենակ դժվարը կարոտն է։ Կարոտն է, հա։ Ամենադժվարը կարոտն է հաղթարը։ Մնացած ճիշտ է։ Դու ինչքան ժամանակ։ 9 ամսա ծառայում։ 9 ամսա։ Գոհ ես, լավ տեղ է։ Հա։ Նորմալ է անցնում ժամանակը։ Իսկ այդ վերջերս շատ են առաջարկում, որ գրքեր տան, որ բերենք դիրքեր։ Ժամանակ մնում է գիրք կարդալու, լինում է ժամանակ, որ գիրք կարողանաք կարդալ։ Այո, հանգստի ժամ։ Հանգստի ժամին կարդում եմ։
Ինչ եք անում, շախմատ խաղում եք։ Աշխարհում գլուխ են գովում, որ հայեր ամենալավ շախմատ խաղացողն են, Շախմատ, շաշկի։ Պարոն փոխգնդապետ, գիտեմ, որ հակառակորդի ո զորավարությունները սկսել են, արդեն քանի օր է ընթանում են, այ գիտեմ, որ դուք էլ հետևում եք, ուշի ուշում որ տեստեք ինչ է կատարում, կասեք ինչ է կատարում, ոնց է նորմալ ընթանում, շարժ կա, չկա։ Ընդհանուր իրաց մոտ զորավարությունները անցնում է, սկսված է, բայց խոր թիկունքում են հասկացում զորավարությունները, քանի որ ընդհանրապես առաջնագծի մոտ տեխնիկայի շարժեր, ազնագազմի շարժեր, համարյա թե չկա, սովորական ոնց որ միշտ ծառայություն են իրականացնում այդ նույն ձևի է, դաժե մի քիչ էլ ավելի թույլ։ Երևում է, որ մեծ ուշադրություն չեն դնում զորավարությունները խոր թիկունքում են հասկացում։ Խոր թիկունքում, բայց լսում է, չէ՞, ինչ որ։ Լսում է, խոր ձայներ լսում է, բայց տեխնիկայի շարժ, ազնագազմի շարժ ընդհանրապես Գիտեմ, որ այսօր փոփոխություն չկա։ Ձեր տեխնիկական միջոցները թույլ են տալի նաև խոր թիկունքը հակառակորդի դիտարկել։ Պաստորեն դա դիտարկում է ինչ է։ Անպայման, միջև իրանց գյուղերը։ Գյուղի մեջ էլ եք տեսնում ինչ է կատարում։ Հասկանալի է։ Չո են զբաղվում։ Դե ինչ, հուսանք, որ հարաբերական անդորը շարունակական կլինի, տղաները, ինչպես տեսնում ենք, ծառայությունը սովորական իրենց անցկացնում են, ոչ մի բարդություն այստեղ չկա, դիրքերը ինձ ամենայն դեպս դուրեկան իրենց կոկիկությամբ, մաքրությամբ, շնորհակալ ենք ձեզ դրա համար։ Ամեն անգամ էլ պարոն փոխգնդապետ, խնդրում եմ փոխանցեք նաև զորամասի հրամանատարին, որ իրոք զգացված եմ ես, որ տեսնում եմ այս տարածքում դիրքերը միշտ այսպես կոկիկ մաքուր պահված են եւ տղաներին էլ վիճակը նայում ես արդեն զգում ես որ զինվորները իրենց հետևում են։ Շատ շնորհակալ ենք ձեզ եւ բոլորից։ Իսկ մենք արդեն կհանդիպենք եկող շաբաթ նույն ժամին Շանթի եթերում։ Եթե կորցնենք Արցախը, մենք շրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը։ Մեր ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի արդեն շատ հայտնի դարձած խոսքերը հենց այս կետում են նահատակվել մեր ազգային հերոսը Մոնթեն։ Ինչպես գիտեք, ադրբեջանցիները վերջերս ֆիլմ են նկարել Մոնթեի մահվան մասին։ Ադրբեջանի 99%-ը գիտի, որ այդ պատմությունը, որ նրանց ինչ որ ազգային հերոս պատմել է իբրև Մոնթեին գլխատելու, բացարձակ սուտ է, բայց նրանք ինչպես իրենց ամբողջ պատմությունը, իրենց այսօրվա պատմությունն էլ հենց ստի վրա են կառուցում եւ դրա համար էլ այդ պատմությունը ընդամենը շատ կարճ ժամանակով կգոյատևի իրենց համար միայն եւ հետո կջնջվի կգնա մարդկության պատմության էջերից։ Իսկ Մոնթեի նման, նրա նման հերոսների պատմությունները, իրական պատմությունները հավերժ կմնան մեր սրտերում, մեր սերունդների սրտերում։ Խաչքարը կանգնեցվել է նրա հիշատակին, այս մասին շատ է խոսվել, մենք ուղղակի եկանք մեր հարգանքը մատուցելու մեր ազգային հերոսին։ Այդքան։